Ողջույն։ Այս շաբաթվա մեր հաղորդումն ամբողջությամբ նվիրված է ապատեղեկատվության թեմային։ Ինչպես են այն ստեղծում մեր թշնամիները, ինչպես է այն տարածվում եւ ինչպես են հաճախ մեր կողմը, մեր լրատվական աղբյուրները եւ անհատները, սկսած շատհայտիներից մինչեւ շարքային քաղաքացիներ, թշնամու ապատեղեկատվությունը տարածում սոցիալական ցանցերում։ Մեր բոլոր լրատվական կայքերն ու մարդիկ տարբեր սորտ ցանցերում իրականում հակում ունեն թարգմանելու այն ամենը, ինչ Բաքվի ռեժիմը հասցրել է հրապարակել կամ վճարել է ինչ-որ լրագրողի, որպեսզի դա հրապարակվի արևմտյան մի որևէ շարքային թերթում։ Իլհամ Ալիևի հնչեցրած յուրաքանչյուր սպառնալիքի, ինչ-որ այսպես կոչված падգամավորի X-ում արված որևէ հիմար գրառման մեծ նշանակություն է տրվում, անկախ նրանից, թե որքան ակներև է տվյալ անձը կամ այն, ինչ նա ասում է, եւ դրանք ինչ-որ կերպ դառնում են հրատապ լուր մեր բոլոր լրատվամիջոցներում։ Հիմա մեկ օրինակ բերենք, ընդգծելու, թե ինչպես է դա արվում, ինչպես է այդ ապատեղեկատվությունը տարածվում եւ ինչպես է այն օգտագործվում մեր դեմ։ Վերցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի վերջերս Բաքու կատարած այցը։ Նա Մոսկվա այցելելուց եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո հատուկ այցով մեկնեց Բաքու։ Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչու էր Ուիթքոֆը մեկնել Բաքու։ Գուցե նա մեկնել էր այնտեղ հորդորելու նրանց ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Գուցե նա խոսել է կենտրոնական Ասիայի տարածքով գազատարի մասին։ Գուցե նա խոսել է Իրանի թեմայով։ Իրականում ոչ ոք չգիտի, բայց հենց այս լուրը հրապարակվեց, Բաքվի ռեժիմի պետական քարոզչամեքենան եւ արևմուտքում նրանց վստահված անձինք այս այցը դարձրին ինչ-որ բեկումնային իրադարձություն, որի նպատակն է ճանապարհ հարթել, որ Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրին։ Եվ դա ենթադրաբար պայմանավորված էր 300 նշանավոր ռաբինների նամակով։ Հիմա բացատրեմ, թե ինչ են Աբրահամի համաձայնագրերը եւ իրականում որքան են դրանք համապատասխանում կամ չեն համապատասխանում այս դեպքին։ Աբրահամի համաձայնագրերը ստեղծվել են Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ Ըստ էության, խրախուսելու, որ արաբական այն երկրները, որոնք հարաբերություններ չունեն Իսրայելի հետ, հաստատեին նման հարաբերություններ։ Նախ Ադրբեջանը չի կարող Աբրահամի համաձայնագրերի մաս կազմել, առաջին հերթին այն պատճառով, որ այն արաբական երկիր չէ։ Եվ երկրորդ, Ադրբեջանն արդեն շատ վաղուց սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Հետևաբար, Ադրբեջանին այս համաձայնագրին միացնելու ողջ գաղափարը անմտություն եւ կատարյալ անհեթեթություն է։ Այս ամբողջ ստի եւ քարոզչության հետևում իրականում թաքնված է Ալիևի ռեժիմի ծրագիրը եւ ցանկությունը։ Նրանց վարած խաղն ու հաշվարկը միշտ եղել է այն, որ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո նրանք կարող են օգտվել Իսրայելի բարի ծառայություններից, որպեսզի կարողանան քարտ բլանշ ստանալ եւ տարածաշրջանում անեն այն, ինչ ուզում են, որպեսզի օգտագործեն լոբիստական մեծ ցանցը, որն Իսրայելն ունի Վաշինգտոնում եւ այլ կազմակերպություններում, ինչպիսին հասարակական կապերի Ամերիկա-իսրայելական կոմիտեն է, AIPAC-ը։ Mr. Sharipov, the Minister, comes with a letter of greeting, a historic letter to the AIPAC Policy Conference from Azerbaijan's first Vice President, Her Excellency, Mrs. Mehriban Aliyeva. Mrs. Aliyeva is a respected female leader in the Muslim world and globally promoting education, tolerance, and the advancement of women. We are honored to receive greetings from the good friend of the Jewish people, the first Vice President of Azerbaijan. Այս ամենը նաև մեդիայում է առաջ մղվում, թե հայտնի, թե պակաս հայտնի լրատվամիջոցներում, որոնց մեծ մասը գտնվում է Իսրայելում, օրինակ Jerusalem Post-ը։ Հիմա եկեք անդրադառնանք Jerusalem Post-ին, քանի որ Իսրայելի գրեթե ամբողջ քարոզչությունը այս թերթն է հրապարակում։ Կա ենթադրություն, որ եթե թերթը իսրայելական է, ապա ինչ-որ տեղ լուրջ լրատվամիջոց է։ Իսրայելում իրականում շատ լավ թերթեր կան, օրինակ Haaretz-ը դրանցից լավագույնն է, բայց Jerusalem Post-ը ըստ էության այդ շարքին չի դասվում։ Բոլոր նրանք, ովքեր աշխատում են PR ոլորտում միջազգային մակարդակով, գիտեն, որ մի քանի հազար դոլարի դիմաց կարելի է Jerusalem Post-ում տպել կամ հրապարակել ցանկացած բան, անկախ նրանից, թե որքան աղբ է այդ բովանդակությունը։ Եթե ցանկանում եք լիովին հասկանալ այս լրատվական աղբյուրի այլասերվածությունը կամ ավելի կոնկրետ այն մարդկանց, որոնք իրականում պատրաստ են վաճառելու եւ վճարվում են Բաքվի ռեժիմի կողմից, ես կբերեմ մի անհատի օրինակ, որն իրականում Jerusalem Post-ում գրում է ադրբեջանամետ հոդվածների մեծ մասը։ Խոսքը մի պարոնի մասին է, որի անունը Մորդեքայ Կեդար է։ Այս պարոնը ամենաշատը հայտնի է նրանով, որ Իսրայելի հերոստատեսությամբ քարոզում էր բռնաբարել պաղեստինցի բանտարկյալների ընտանիքներին։ Մարդ, որը այն աստիճան է այլասերված, որ երբ Եվրոպայում որևէ միջոցառման ժամանակ նախատեսված էր նրա ելույթը, հերական կազմակերպությունները սպառնում էին ցույց անել դա կանխելու համար։
Եթե զուտ հայաստանյան համատեքստում բացատրեմ, ապա եթե դոկ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը լիներ իսրայելական թերթ, կլիներ հենց Jerusalem Post-ը։ Հիմա եկեք անցնենք հաճախ հիշատակված 300 ռաբինների նամակին, որ իբր պահանջում է ինչ-որ դաշինք ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Ադրբեջանի միջև։ Սա իրականում առաջին անգամ չէ, որ այս մարդիկ ակտիվանում են։ 2023 թվականին Արցախում էթնիկ զտումների ժամանակ նրանք նույնպես ակտիվացել էին։ Այժմ ցանկանում ենք իմանալ, թե ովքեր են իրականում այդ մարդիկ։ Որպես քաղաքական խորհրդատու Միացյալ Նահանգներում աշխատել եմ բազմաթիվ համայնքներում, որտեղ մեծ թվով հրյա բնակիչներ կան։ Եվ իրականում առնչվել եմ նշանավոր շատ ռաբինների, որոնցից շատերը ավանդական հուդայականություն էին դավանում։ Բացառիկ զարգացած եւ աշխարհիկ դեմքեր են, որոնց այնքան էլ հեշտ չէ մանիպուլացնել եւ ներքաշել երրորդ կարգի ինչ-որ ռեժիմի էժանագին խաղերում։ Եթե նայենք այս ենթադրյալ 300 ռաբիների ցանկին, ապա կտեսնենք, որ գերակշիռ մեծամասնությունը սերում է ծայրահեղ ուղղափառ եւ հասիդական հրեական համայնքներից։ Անկեղծ ասած, նրանցից շատերը կրոնական կրթությունից դուրս ֆորմալ քիչ կրթություն ունեն, եւ մեծ մասը հայտնի դեմքեր չեն, եթե ստիպված լինեի գուշակել, թե ովքեր են։ Նրանցից շատերը նույնիսկ չեն կարող Հայաստանը կամ Ադրբեջանը գտնել քարտեզի վրա։ Հավանաբար այդ նամակը ստորագրել նրանց խնդրել են իրենց վերադասներից 1-2-ը, որոնց թերևս վճարում է Բաքվի ռեժիմը։ Իսկ ինչպես մենք արձագանքեցինք այս ամենին, ինչպես Պավլովի շների դեպքում էր, այսպես էլ աշխարհասփյուռ հայկական պարբերականները, թե Հայաստանում, թե Սփյուռքում մեխանիկորեն վերցրին այս պատմությունը եւ դրան վերաբերվեցին այնպես, ասես բացարձակ ճշմարտություն լիներ, ոչ թե թշնամական քարոզչություն։ Շատ մարդիկ, որոնց ես խորապես հարգում եմ, իրականում դա տարածեցին որպես լուրջ մտահոգություն, ինչը ես լիովին հասկանում եմ, քանի որ դրա հիմքում ընկած պատճառներ կան։ Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները զգալի վնաս են Հայաստանին։ Այնուամենայնիվ, իրավիճակը քննադատաբար չուսումնասիրելով, ավելի շատ հարցեր չտալով եւ ավելի լայն քաղաքական ենթատեքստերը չհասկանալով, մենք ըստ էության անում ենք թշնամու աշխատանքը նրանց փոխարեն։ Հիմա ինչպես վարվենք այս ամենի հետ։ Կարծում եմ ակնհայտ է, որ առաջին պատասխանը մեդիագրագիտությունն է, բայց անկեղծ ասած դա երկարաժամկետ նախագիծ է եւ իրականում երբեք չեմ տեսել, որ աշխարհում որևէ տեղ դա լավ է ստացվել, նույնիսկ այն երկրներում, որոնք շատ ավելի առաջադեմ կամ զարգացած են, քան Հայաստանը։ Բայց կարծում եմ, մենք պետք է սկսենք նրանից, ինչի ես անվանում եմ բացասական ֆիլտր։ Դա նշանակում է, որ պետք է ենթադրել, որ թշնամի երկրի ղեկավարի եւ նրա վստահված անձանց կամ դրսից աշխատող մարդկանց կողմից ասված յուրաքանչյուր բառ սուտ է, քանի դեռ այն չի ապացուցվել բազմաթիվ վստահելի աղբյուրների կողմից։ Լրատվական ցանկացած աղբյուր, լինի իր երկրի ներսում թե արտերկրում, որը դրական լույսի ներքո է ներկայացնում իր երկիրը, պետք է ենթադրել, որ կամ կեղծիք է տարածում, կամ վաճառված է, կամ դրա համար վճարել են, հատկապես եթե հոդվածը բարձրացնում է երկրի նշանակությունը կամ կարևորությունը համաշխարհային հարթություններում։ Ի հակադրություն սրանց, ամեն անգամ, երբ թշնամի երկրի մասին բացասական պատմություն կա, անկախ նրանից ճիշտ է դա թե ոչ, այն պետք է տարածվի առանց հապաղելու, հատկապես եթե այն քննադատում կամ նվաստացնում է այդ երկրի առաջնորդին եւ նրա ընտանիքին։ Իրականությունն այն է, որ մենք 20 տարի շարունակ պատերազմի մեջ ենք մեր թշնամիների հետ։ Յուրաքանչյուր ոք, ով այս պահին խոսում է խաղաղության մասին, կեղծ պատմույթ է քարոզում։ Տեղեկատվական պատերազմը մեր թշնամիների դեմ երկարատև կոնֆլիկտի առանցքային ասպեկտն է, եւ համակարգիչ ունեցող ցանկացած մարդ զինվոր է այս պատերազմում։ Մեր առաքելությունն է կրթել, երբ դա հնարավոր է, եւ մանիպուլացնել, երբ դա անհրաժեշտ է։ Եզրափակիչ այս հատվածում խոսելով տեղեկատվական պատերազմի մասին պետք է նշեմ, որ մի քանի օր առաջ ադրբեջանական սոցցանցերի զգալի մասը հեղեղված էր պատմություններով այն մասին, որ հայկական կողմից մի շատ ագրեսիվ կատու հարձակվել է ադրբեջանական զինուժի դիրքերի վրա։ Եվ քանի որ այժմ տեսախցիկներ կան առաջնագծի մեր բոլոր դիրքերում, մենք ունենք այդ դիմակայության տեսագրությունը։ If you do not agree to my commands, then I shall... Jesus Christ! Right.
Ուշագրավ է, որ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի էթնիկ զտումից առաջ նույն սոցիալական հարթակները մեղադրել էին հայ շներին տարածքներն ականապատելու մեջ։ Այստեղից երկու եզրակացություն կարելի անել։ Առաջինը, որ նրանք նոր հարձակում են պատրաստում Հայաստանի վրա։ Երկրորդը, որ մեր շներն ու կատուները ավելի մեծ պլոճիկներ ունեն, քան մեր քաղաքական գործիչներից շատերը։ Շնորհակալություն հերթական թողարկմանը միանալու համար։